ներկայացրեք, Հիմա նայեք այս թվերին։ Նախ մի քանի օր առաջ 5.5 միլիոն էլի ստացան Եվրոպայից։ Հիմա էլի կգնան իրանց սեփական գրպանները ստուգելու։ Ինչու՞, որտեղ Ամերիկայից եկող փողը մեծ մասը սառեցված է։ Վերջերս ստացան 120 միլիոն դոլար Միացյալ Նահանգներից 250 միլիոն են ստացել 2 տարվա համար, այդ 120-ը հասցրեցին բերել մինչև ամեն ինչ սառեցին։ Հիմա վերջի 5 տարվա ընթացքում ստացել են 2 անգամ շատ փող արևմուտքից USAID-ից, քան նախին 27 տարվա ընթացքում։ 27 Այսինքն ամեն տարի 10 անգամ բարձրացել է ֆինանսավորումը։ Եվ մինչև շատ ճիշտ ասած այդ ադրբեջան-թուրքական հեղափոխությունը հեղաշրջումը 18 թվականի 4 անգամ աճել է հասարակական կազմակերպությունների թիվը։ Դրանից հետո նախ, ասենք, եւ Միացյալ Նահանգներում, եւ Անգլիայում, եւ Ֆրանսիայում օրենքներ կան, որոնք արգելում են արտասահմանից փող ստանալ կամ արտասահմանից հրահանգներ ստանալ եւ ազդել երկրի ներքին քաղաքական հարցերի, քաղաքական հասարակական կարծիքի վրա եւ ԶԼՄ-ների գործունեության վրա։ Ամերիկայի Ամերիկայում դուք նստում եք 5 տարի, պարոն Յոսիլյանին հիմա 5 տարի նստած էր Միացյալ Նահանգներում, եթե այսպիսի բաներ աներ այնտեղ։ Մուծում եք մինչև $250,000, Անգլիայում 2-ից 5 տարի, Ֆրանսիայում մինչև 3 տարի եւ մուծում եք 45,000 եվրո տուգանք։ Եթե դուք արտասահմանից փող եք ստանում եւ սկսում եք խառնվել երկրի ներքին գործերում, ցանկացած արևմտյան երկրում դուք մտնում եք, ասենք, Russia Today կամ ասենք ռուսական նորություններ, տակը գրվում է զգուշացում, այս կանալը սպոնսորվում է Ռուսաստանի կառավարության միջոցներով։ Մի անգամից գրվում է։ Այո, ինոագենտ, որպես գործ։ Այո, որովհետեւ դուք եթե դա